Հարգելի ներկաներ, պետության ուժը սկսվում է այնտեղ, որտեղ զինվորը իրեն լքված չի զգում։ Պետության արժանապատվությունը սկսում է այնտեղ, որտեղ հայրենիքին ծառայելը պատիվ է։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խոսելու նաև արժանապատիվ ծառայության, փոխադարձ հարգանքի ու նրա մասին, թե ինչպիսի ապագա ենք ցանկանում կառուցել միասին մեր զինված ուժերում։ Մեզ փորձում են համոզել, թե թուլությունը խաղաղություն է բերում, թե ազգային արժանապատվությունը շքեղություն է, իսկ մեր անվտանգությունը կարելի է փոխարինել ժամանակավոր ու կեղծ հանգստության հետ։ Մեզ ասում են, որ մենք չենք կարող որոշել մեր ճակատագիրը, բայց մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ. ինչպես կարող ենք կառուցել ուժեղ պետություն, եթե մեր երիտասարդը ծառայություն է գնում ոչ թե վստահությամբ, այլ հաճախ անվստահությամբ։ Արժանապատիվ ծառայությունը պետք է լինի ազգային արժեք մի երկրի համար, որը գտնվում է բարդ տարածաշրջանում եւ ամեն օր կանգնած է անվտանգության մարտահրավերների առաջ։ Անվտանգությունն ու պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ողնաշարն են, իսկ նրանք, ովքեր անառիկ են պահում մեր հայրենիքը, ստեղծում են ուժեղ Հայաստանի ապագա հիմքը։ Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպիսի բանակ ենք ուզում կառուցել։ Այնպիսի բանակ, որտեղ սպայակազմը ոգևորող է, ոչ թե պարտադրող։ Այնպիսի բանակ, որտեղ ծառայելը պատիվ է եւ հպարտություն։ Այնպիսի բանակ, որտեղ զինվորը հայտնվում է ոչ թե այն պատճառով, որ ուրիշ ընտրություն չուներ, այլ քանի որ դա կոչում է։ Եվ այնպիսի բանակ, որտեղ սպաներն ու զինվորները չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր։ Սա է մեր նպատակը։ Եվ այդ ճանապարհը ունի 3 հենասյուն՝ պատիվ, պատասխանատվություն եւ արժանապատվություն։ Այս ճանապարհին առանձնակի դեր ունեն սպաներն ու զինվորները։ Ձեր դերը համակարգաստեղծ է։ Ուժեղ բանակը սկսվում է այնտեղ, որտեղ հարաբերությունները կառուցվելու են ոչ թե վախի, այլ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Սակայն միայն բարոյահոգեբանական մթնոլորտը բավարար չէ։ Ծառայել հայրենիքին նշանակում է ունենալ նաև ամուր թիկունք, եւ մեր մոտեցումը հստակ է։ Ծառայությունը պետք է լինի արժանապատիվ ոչ միայն խոսքով, այլև պայմաններով։ Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ապահովել ոչ միայն բարոյական գնահատանք, այլև ամուր սոցիալական եւ ֆինանսական թիկունք։ Այսօր կա մի շատ հստակ խնդիր։ Զինծառայողը հաճախ իր ծառայությունն իրականացնում է սոցիալական եւ ֆինանսական անորոշության պայմաններում։ Իսկ ծառայությունից հետո շատ երիտասարդներ տուն են վերադառնում առանց հստակ կրթական, մասնագիտական ու բնակարանային հեռանկարների։ Սա միայն սոցիալական հարց չէ։ Սա նաեւ ազգային անվտանգային հարց է։ Մեր լուծումն էլ է հստակ։ Ժամկետային զինծառայողը պետք է ունենա արժանապատիվ նվազագույն աշխատավարձ, ինդեքսավորված նվազագույն աշխատավարձին, որպեսզի ծառայության ընթացքում իր ընտանիքը չկանգնի սոցիալական խնդիրների առաջ։ Ծառայությունից հետո պետությունը պետք է ապահովի անվճար բարձրագույն կամ մասնագիտական կրթության իրական հնարավորություն, որպեսզի ծառայությունը լինի ոչ թե դադար, այլ ներդրում ապագայի մեջ։ Մեր վետերանները եւ նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված բնակարանային ծրագրերի հասանելիություն, արտոնյալ հիփոթեկային պայմաններով, ինչպես նաեւ երկարաժամկետ առողջապահական ու հոգեբանական աջակցության հստակ ծրագրեր, ինչը ցավոք 44 օրյա պատերազմից հետո դարձել է մեր ամենացավոտ իրականություններից մեկը։ Արժանապատիվ ծառայությունը միայն զինվորականի պարտքը չէ պետության առաջ։ Արժանապատիվ ծառայությունը
նաև պետության պարտավորությունն է իր զինվորի հանդեպ։ Մեր նպատակը պարզ է։ Զինվորական ծառայությունը չպետք է մարդուն կտրի իր ապագայից։ Ծառայությունը պետք է ամրացնի նրա կապը պետության հետ։ Իսկ հիմա ուզում եմ դիմել մեր զինվորականներին։ Հարգելի սպաներ եւ զինվորներ, այս ամենը ձեր մասին է։ Մարդկանց, ովքեր այս անորոշ ու դժվար պայմաններում շարունակում են լուռ, անձնվեր եւ պատվով ծառայել հայրենիքին։ Դուք եք մեր պետության ողնաշարը եւ ուժեղ խաղաղության ծրագրի հիմքում դրված է հենց ձեր պատիվը, ձեր արժանապատվությունը եւ ձեր սոցիալական պաշտպանվածությունը։ Մենք պետք է վերջ տանք այն մոտեցմանը, երբ զինվորից միայն պահանջում են, բայց փոխարենը բավական ու բավարար աջակցություն չեն տրամադրում։ Արժանապատիվ ծառայությունը մեզ համար պարզապես կարգախոս չէ։ Դա հանձնառություն է, դա քաղաքական կամք է, դա պետության պարտավորությունն է։ Ես ծառայել եմ հաղթանակած հայկական բանակում 1994-ին, երբ կանոնավոր բանակը դեռ նոր էր կազմավորվում։ Մենք ուժեղ էինք։ Ու գալիս ենք, որ այլևս երբեք թույլ չլինենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։